բայց այս երևույթ այնքան երկար է ձգձգվում, որ այդ 5 ռուբլին պարզապես սպառվում է։ Իսկ այս ընթացքում թերթ առ թերթ մեր առջև բացվում է ծնողուտի իրական վիճակը։ Մայրը փորձում է հորեղբորից վերցնել ձի, որ իր 6-րդ դասարանցու որդուն ճանապարհ դնի 20-25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կայարան, որ իր թղթակից եղբորը, եւ այս բառը բարձրաձայն է ասում, որտեղ չի կարողանում թաքցնել իր հպարտությունը, թղթակից եղբորը բեռնված տուն ուղեկցի։ Ինչպիսին էր այդ իրականությունը։ Տասնյակ երեխաները բառացիորեն հնձել են իրենց տնամերձ հողամասը, ոչ մի գազար կամ վարունգ չի մնացել, խնձորները կերել են եւ դեռ էլի են ուզում, եղբայրներից մեկը վերցրել է փայտը եւ հարվածում է խեղճ խնձորենուն, պարզվում է, որ այս 6-րդ դասարանցի երեխան այնքան զգայուն է, որ կասեցնում է նրան ասելով, թե այդ քո տեսածը, այդ խաբուսիկ մի տերև է, դա նույնիսկ խնձոր չէ։ Բայց սա դեռ ոչինչ։ Ներս են մտնում եւ ամենափոքրը նոր է քնից արթնացել եւ թևերը պարզում է եւ զատիկ է ուզում։ Երևակայեցեք մեր ձեր 21-րդ դարի այս վերջաշուկ շփացած կյանքից հետո մի իրավիճակ, մի իրականություն, որտեղ երեխային կարող է ուրախություն պատճառել ընդհանրապես զատիկը։ Իր առաջաբաններից մեկում Մաթեոսյանն ասում է, այն ժամանակվա գյուղը ավելի շատ մոտ էր Թումանյանի, Տոլստոյի եւ նույնիսկ Քսենոֆոնի ժամանակներին, քան թե մեր օրերին։ Խոսքը 1957 թվականի մասին է, հասկանալիորեն գիտությունը թռիչքաձև զարգացում է ապրում, անգամ ատոմային ռումբը վաղուց հայտնաբերվել է եւ ցավալիորեն գործածվել, բարոյականության ճգնաժամի կնիքը առհավետ տաջելով մարդկության ճակատին, էլ չեմ ասում գերձայնային կործանիչների եւ այլի մասին, իսկ այս խեղճերը մի ձիու հույսով են ապրում։ Եվ բոլորովին պատահական չէ, որ այս ամբողջ պատմվածաշարը կոչվում է Բեռնաձիեր։ Հենց պատճառն էլ այն է, որ Բեռնաձիերը այս նրանց կենցաղի, գյուղի կենցաղի անբաժանելի մասն են։ Նրանք չեն կարող պարզապես գոյատևել այդ Բեռնաձիերին, բայց միայն սա չէ պատճառը։ Շատ նուրբ արվեստագետի հմտությամբ Մաթեոսյանը զուգահեռներ է անցկացնում Բեռնաձիերի եւ մարդկանց միջև։ Գալիս է մի պահ, որ համոզվում եք, որ մարդիկ էլ Բեռնաձիեր են, ու նրանք նույնչափ իրավունք ունեն հոգնելու, ոչ միայն ֆիզիկապես հոգնելու, այլ ընդհանրապես կյանքից հոգնելու, որքան որ Բեռնաձիերը։ Այս նույն Հրանտ Քարյանը, որ շատ երկար ժամանակ է ունենում տանջվելով, մտածելով, հոգնելու շատ ժամանակ է ունենում, այն աստիճան, որ վիճաբանություններից, միլիցիոների հետ, խոսակցություններից եւ այլից հետո պարզապես տապալվում է հատակին եւ ջղաձգվում է եւ մի քիչ առաջվա իր այդ կերպարանքը լրիվ ճմրթվում է, արթուկված, մաքուր եւ այլն, վերջնականապես փոշոտվում է։ Բայց ինչ վերաբերում է ծմակուտին, նա այսպիսի միտք է հղանում։ Կարելի ասել մենախոսում է։ Ասում է, ես հիշում էի, որ իմ հայրն ու մայրը չէին մտածում, թե ինչպես պիտի ապրեն երեխաները։ Պարզապես նրանք երեխաներ էին ծնում եւ հավասար սիրով նրանց սիրում, իսկ երեխաները բոբիկ էին։ Մի ուրիշ պարբերության մեջ նույն այս Հրանտ Քարյանը, որ կասկած չունեմ ինքը Հրանտ Մաթեոսյանն է, ասում է, թե ես 2 տարի շարունակ կիսաբոբիկ անձրևին եւ ցեխին դպրոց էի գնում, ծմակուտից մինչև շամուտ։ Հիմա բուն Բեռնաձիերին կուզեի անդրադառնալ։ Մի հիմնական Բեռնաձի կա, Ալխոյ անունը։ Անունն էլ դնում էին նախորդ տիրոջ անունով, ումից որ առնում էին ձին, նրա անունով էլ կոչում էին։ Սա մի 20 տարեկան հոգնած հովատակ է, հասկանալիորեն արուձի է։ Մարդը նրան պայտել է, հասկանալիորեն ամորձատել, որ երամակ տեսնելիս խելքը չկորցնի եւ մեջքին բարձած ապրանքները վայր չգցի, բայց Ալխոյի մեջ չեն կարողացել սպանել բնությունը։
նա շարունակում է երամակ տեսնելիս հրճվել և ձգտում է դեպի երամակը, հատկապես լայնագավակ ու կարմիր զամբիկներին տեսնելիս, ու պատճառաբանությունը հետևյալն է, որովհետև զամբիկները բուրում էին տաքությամբ և ծաղկով։ Մատթեոսյան այնքան նրբանկատ է, որ ընդունակ է անգամ կենդանու մաշկի տակ մտնել և զգալ նրա զգացածը։ Ալխոյին տանում են պայտելու և ասում է մեխը թեք գնաց և մխրճվեց նյարդի մեջ, հասկանալիորեն ցավ պատճառեց նրան։ Երբ ասում է մեխը դուրս էին քաշում նյարդից, մեղրի պես դանդաղ ցավը դուրս ծորաց։ Հասկանում ես, ընթերցողը հասկանում է, թե ինչ էր զգում հեղինակը այս ասելիս։ Մոռացա շեշտել, որ երբ երեխան զատիկ էր ուզում, այս ընդամենը 6-րդ դասարանցի տղան, եղբայրը, որ չգիտես ինչու պատասխանատու էր զգում մյուսների բարօրության համար, և մոր խոսքով ինքը ամենախոհեմն էր մեջներից այդ տասնյակից, և մոր օգնականն էր, երեխայի սիրտը ընկճվում է բառացիորեն, նրան խոստանում է, որ քեզ կայարանից զատիկ կբերեմ, կուզեի այդ վայրկյանը կարդալ այդ հատվածը ձեզ համար, նրա մանրիկ թաթիկների, նրա փոքրիկ խոնավության, նրա ծիտիկային թեթևության մոտ դա այնպիսի կոշտ սուտ էր։ Երեխան ինքը այդքան զգայուն է, որ ընկճվում է, որ իրենից փոքրին այդպես նենգորեն խաբեց։ Ինչ էր երազում այս բեռնաձին, սա ենք իմանում Մատթեոսյանի խոսքից, ձեր թույլտվությամբ կկարդամ այդ հատվածը։ Լիներ մի կանաչ հովիտ, մեջը մի հատ աղբյուր։ Այդ աղբյուրի մոտերքը արած էր մի կարմիր ձի։ Ոչ ոք չիմանար, որ դա ալխոն է, բայց դա լիներ ալխոն։ Արածելով պտտվեր հովտում, ջուր խմեր, թախծեր, պարկեր արևիտակ կանաչ հովտում, հովտի ծայրին արածելիս լիներ լայնագավակ մուգ կարմիր զամբիկը, պարկեր կանաչ բուրմունքի մեջ, լիներ տխուր ու գեղեցիկ։ Ու հետո բսնեին գայլերը, կուշտ ու բարի ալխոն նրանց չտանջեր, ինքը չտանջվեր, իրեն նրանց տար ուտելու։ Մատթեոսյանի հերոսները հաճախ պարզ ու սահմանափակ մարդիկ են, որոնք լավագույն դեպքում գնացք են նստել, նրանցից ոմանք պատերազմի ժամանակ գերի են ընկել գերմանացիների մոտ, հետո երբ որ գերությունից ազատվել են, սովետական կարգերը նրանց մեղադրել են գերի հանձնվելու համար ու աքսորել են Սիբիր մի 3 տարով։ Կան դպրոցական երեխաներ, հայրիացած կանայք, որ կարոտ են տարրական ջերմության և քնքշանքի, իսկ դրանից ավելի օգնող ձեռքի, որպեսզի պարզապես չկորցնեն կանացիությունը ծանր ու կնոջն անվայել բեռներ կրելով։ Ու նրանց անպաշտպանությունից երբեմն օգտվում են գյուղի տղամարդիկ, նրանց դարձնելով բամբասանքների թիրախ, իսկ հեղինակը առանց էժան բարոյախոսության կամ պաթոսի պարզապես կարեկցում է նրանց ու մեզ էլ հրավիրում այդ լույսի տակ տեսնելու իրականությունը։ Ու այս հերոսների պարզ մտորումների միջից Մատթեոսյանը նույնքան պարզ, բայց և հավերժական հարցեր է հնչեցնում։ Ինչպես է առաջացել երկիրը։ Ուր են գնում գետերը, ինչ է մտածում ձին, երբ չի արածում, այլ ժամերով կանգնած մտածում է, որ ծովից, ինչ անտառների վրայով են գալիս ամպերը, ինչու մեր ժողովուրդը, երբ տափաստանները ազատ էին, չի գնացել, ինչև մեծ ծովը դեմը կտրի, այլ մնացել է այս ձորի մեջ, որտեղ է վերջանում աշխարհը։ Ինչու է թպրտում, ինչ է ուզում մեր սիրտը։ Ամենայն ակնածանքով Հրանտ Մատթեոսյան։ Եվս մեկ անգամ շնորհակալություն Լիլիթ Խաչատրյանին։ Իսկ այժմ բարեկամներ, եվս մեկ անգամ